Շնորհակալություն, սիրելի հայրենակիցներ, հարգելի գործընկերներ, իհարկե էլի մեծ է գայթակղությունս անդրադառնալ ընդդիմության բազմաթիվ թեզերին, բայց քանի որ գոյություն ունի հետաքննող լրագրողություն եւ հիմնականում ընդդիմությունը այլ խոսալու բան չունի, քան հետաքննող լրագրողների արած աշխատանքը այս ամբիոնից բարձրացնել, ես անցնեմ մի փոքր ավելի կառուցողական ելույթի։ Սիրելի հայրենակիցներ, վերջին օրերին քննարկել ենք դատախազության, քննչական կոմիտեի եւ հակակոռուպցիոն կոմիտեների 2024 թվականի տարեկան զեկույցները։ 3 մարմիններ, որոնց գործունեությունը միտված է արդարության եւ արդարադատության կայացմանը։ Մենք որպես իշխանություն լիովին գիտակցում ենք, որ արդարության հանդեպ վստահությունը տարիներ շարունակ խարխլվել է։ Հասարակությունը կորցրել էր վստահությունը պետական ինստիտուտների իրավապահ համակարգի նկատմամբ։ Անարդարության մթնոլորտը սոցիալական լարվածություն է առաջացնում եւ մարդիկ սկսում են իրավունքը որոնել ոչ ֆորմալ մեթոդներով։ Անպատժելիության մթնոլորտը ծնում է նոր հանցագործություններ։ Հարգելի գործընկերներ, դատաիրավական բարեփոխումները միայն օրենսդրական նախաձեռնություններ չեն։ Դրանք հասարակության հետ ուղիղ խոսակցության, թափանցիկության եւ արդարության դրսեւորման շարունակական գործընթաց են։ Այս մասով կարևոր եմ համարում դատաիրավական համակարգի թափանցիկության ուղղությամբ արվող քայլերը։ Իրավապահ համակարգի իրավասություններից մեկն է հանցագործությունների կանխարգելումն է, ինչու՞ չէ նաև ի ցույց դնելով մեդիայի միջոցով պատժի անխուսափելիությունը։ Դարը փոխվել է, տեղեկատվական տեխնոլոգիաները աճում են, տեղեկատվությունը սրընթաց արագությամբ է զարգանում։ Լինում են հրապարակումներ, հետքը մնում է մարդկանց հիշողության մեջ, հետագա ընթացքը կորում է։ Այս տարիների ընթացքում եղել են բազմաթիվ կոռուպցիոն սկանդալներ, բացահայտումներ, բայց բացի թիթեռի կյանք ունեցող մեդիա աժոտաժից եւ հետագայում հիասթափությունից դրանց հետևանքները հասարակությանը ծանոթ չեն։ 18-19 թվականներին հրապարակումներ եղան Հայաստան համահայկական հիմնադրամի հետ կապված բազմաթիվ չարաշահումների մասին։ Քրեական գործեր բացվեցին։ Վստահ եմ այսօր հանրության մեջ ոչ մեկ տեղյակ չէ գործը ինչ փուլում է գտնվում, դատական վճիռներ եղել են արդյոք այս 6 տարիների ընթացքում թե ոչ։ Տարիներ շարունակ քննվում է այդպես էլ հանգուցալուծման չի արժանանում այդքան չարչրկված հյուսիս-հարավի գործը։ Չեմ խոսում արդեն կոնկրետ անհատներին վերաբերող կոռուպցիոն սկանդալներից, որոնք այսօր հանրության աչքի առաջ ազատ շրջում են հանրապետությունում կամ որ ավելի վատ է մեծ մասը կարողացել են ճողոպրել եւ լքել երկիրը։ Շատ հնարավոր է դեպքերի մեծամասնությունում քրեական գործերը արդյունքներ են տվել, բայց այդ մասին տեղեկատվությունը չի տարածվել, որն էլ ծնում է անպատժելիության տպավորություն։ Ես մի քանի առաջարկ ունեմ այս թեմայով, իհարկե առաջարկներս կարող են միջազգային փորձում ուսումնասիրված չլինեն, որովհետև ինչքան էլ որ նայում եմ նման մեխանիզմներ այլ երկրներում ներդրված չի, բայց ես կարծում եմ մեր փոքր հասարակությունում, որ բոլորը բոլորին ճանաչում են, արդյունավետ գործիքներ կարող են լինել։ Այս առաջարկներս կբարձրացնեն իրավապահ համակարգի նկատմամբ վստահությունը, կամրապնդեն օրենքի գերակայությունը եւ թափանցիկության միջոցով հնարավոր է վերականգնել արդարության նկատմամբ վերաբերմունքը։ Ես առաջարկում եմ մեր մարմիններին, մասնավորապես դատախազությանը ավելի շատ, որտեղ ամբողջ գործի ընթացքում ներկա է գտնվում եւ նախաքննության փուլում եւ դատաքննության փուլում, հետագայում նաեւ քննչական կոմիտեներին ստեղծել հնչեղ գործերի ժամանակակական բաժին իրենց կայքերում, որտեղ հստակ ժամկետներով կմատնանշվի գործի ամբողջ ընթացքը, քրեական վարույթ նախաձեռնելուց մինչև վերջնական դատավճիռ։ Հանրամտչելի լեզվով կբացատրվի տվյալ ժամկետներում ինչ գործողություններ են նախաձեռնվել։ Օրինակ տեղի է ունեցել կալանք, կալանքից հետո նախաքննության փուլն է, նախաքննության փուլում կարելի է ոչ նախաքննական գաղտնիքը բացատրելով, բայց մանրամասներ ներկայացնել, թե կոնկրետ ժամկետում ինչ աշխատանքներ են կատարվել, հարցաքննվել են, ասենք 30 հոգի, ապացույցներ են ձեռք բերվել, փորձագիտական եզրակացության են տվել, որպեսզի հասարակությունը հասկանա, որ այդ գործով առաջընթաց կա, գործ է արվում։ Հիմնականում մեր մարմինները գալիս են, ասում են ակտիվ քննչական գործողություններ են տեղի ունենում, ակտիվ դատախազական գործունեություններ ծավալված, բայց աշխատանքների մանրամասները հայտնի չեն։ Տարեկան զեկույցներում եւ այս ժամանակագրական տվյալները նաեւ հնարավորություն կտան լրագրողական հանրութին, մեծ հասարակությանը շատ հեշտ վերլուծություն անելու կամ տեղեկանալու արդյոք օրինակ զեկույցներում տեղ գտած բազմաթիվ մեծ գործեր ինչպիսի ընթացք են ունեցել, որտեղ տարեկան զեկույցները տրվյալ տարվա ընթացքում քննվող գործերի մասին են, բայց հաջորդ տարվա զեկույցում օրինակ նախորդ տարվա քննված գործի արդյունքներից հասարակությունը չի տեղեկանում։ Տարեկան զեկույցներում հստակ նշվում են տարբեր գործերի մանրամասներ, բայց
այդ գործերով օրինակ հասարակությանը հնչեղություն ունեցող գործերով հնարավոր կլինի ավելի լայն տեղեկատվություն ստանալ։ Երկրորդ առաջարկս վերաբերում է ստեղծել հատուկ մոնիթորինգային վարչություն։ Իհարկե կան մարմիններ, որոնք ունեն այդ ծառայությունները, բայց ես կարծում եմ այդ հասարակության հետ կապերի վարչությունն է, որը չի անում կոնկրետ տեղեկատվական տեխնոլոգիաների մոնիթորինգ, իսկ տեղեկատվական տեխնոլոգիաներով սկսած մեկնաբանություններից վերջացրած ուղղակի համացանցում TikTok-յան հարթակներում տարածվող լուրերում բազմաթիվ են հրապարակումներ հանցակազմ պարունակող տեսանյութեր, որը ուսումնասիրելով շատ ավելի հեշտ կարելի է բացահայտումներ անել։ Հանրային կապերի վարչության ուժեղացում, սա օրինակ լրագրողական հարցում է եկել։ Լրագրողական հարցման ժամանակ ասվում է, այսինչ քրեական տարերով նյութը խնդրում ենք ընդունել գիտություն, դատախազությունը պարզաբանում է կամ քննչական կոմիտեն պարզաբանում է, որ քրեական հանցակազմ չկա այս նյութի մեջ։ Ես կխնդրեմ ավելի լայն պարզաբանում տալ կոնկրետ օրենքի շրջանակում, ավելի հանրամատչելի տեղեկություն տալ, թե ինչի այդ գործով քրեական գործ չի բացվում, որտեղ շատերի մոտ տպավորություն է, որ աչք է փակվում բազմաթիվ գործողությունների վրա։ Ստեղծել մշտական բացատրական հարթակներ, որտեղ յուրաքանչյուր վճիռ պարզաբանվում է հանրությանը հասանելի լեզվով։ Իրավաբանական բառապաշարը հասարակ հասկացություններով պետք է բացատրել այսօր, որպեսզի հասարակությունը ավելի տեղեկացված լինի, ինչ գործընթացներ է տեղի ունենում։ Ինչ վերաբերում է զեկույցներին, ես ակնկալում եմ նաև, քանի որ այս տարի առաջի տարին էր, որ քննչական մարմինները, քննչական կոմիտեն եւ հակակոռուպցիոն կոմիտեն զեկույցներ էին ներկայացնում, ակնկալում եմ մի փոքր ավելի վերլուծական աշխատանք, օրինակ հանցագործների թվի աճի կոնկրետ ոլորտային դեպքերի հետ կապված։ Տեղեկությունները ձեր մոտ է, օրինակ տվյալ գործի շրջանակներում ինչ պատճառաբանությամբ կամ ինչի հետևանքով է եղել տվյալ հանցագործությունը եւ եթե մեծ պատկերը տեսնենք, օրինակ ՃՏՊ-ների աճը ինչի հետ է կապված, հրազենով կատարված հանցագործների աճը ինչի հետևանք է։ Ավելի լայն վերլուծությունները հնարավորություն կտան կանխարգելման ավելի թիրախային գործիքակազմ ներդնել։ Ինչպես նաև զեկույցում նշված են արդարացումների տոկոսներ, կոնկրետ դատախազության զեկույցում նշված էր 1.8%, բայց կարևոր է նշել, թե գործերից քանիսն է ունեցել վերջնական վճիռ, ոչ բողոքարկված վճիռներ, եւ այդ վճիռներից արդեն քանի տոկոսն են արդարացման ելքով եղել։ Այսքանը, շնորհակալություն։